Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչ ներդրումային Մանիֆեստը ինչ որ հարթակ է, որ ես դեռևս կողմնորոշված չեմ, դա անգամ ես չեմ կարողանում հասկանալ, դա արդյոք դա արդյոք այսպես Hello-Bit-ի նման զեղծարարության հարթակ է, թե դա օրինական հարթակ է, եւ եթե օրինական է, ապա դրա օրինականությունը պատկան մարմինները պետքա ստուգեն։ Ինչի, որովհետեւ փաստորեն քաղաքացիներին ներկայացել են, որ դուք պետքա մասնակցեք ինչ-որ դասընթացների, մեզ ներկայացրել են on-line հարթակներից իրանց ռեկլամներով են անդադիմացել ու եթե դու չես էլ ցանկանում գնաս սովորել, իրանք այնքան են պնդում քո հետևից ընկնում, այնպիսի բաներ են խոս տալիս, որ դու արդեն մտածում խոսք են տվել, որ $200 ներդրում անեք, դուք մեկ ամսում, մեկ շաբաթում քառապատիկ, գերապատիկ, հələ չեմ ասում հինգնապատիկ, մեքենա կառնեք, տուն կառնեք, լիքը բաներ են խոստել, որ դու ասենք ոգևորվես գնաս սովորես ու իրանց տված կրթությունը գնացել ենք 6 ամսվա համար մուծել ենք 1.300.000 իրանք մենք մտածել եմ ես առաջին ամսից որ պետքա իմ գումարս ես կարողանամ կրկնապատկեմ առաջին օրվանից իրանց ասելով բայց առաջին օրվանից ոչ մի բան էլ չեն կարել ոչ էլ իրանք նորմալ հետևում են որ դու գործողությունները իրանց ասած ուսուցումը ճիշտ կատարես իրանց ասածը ոչ մի բանը չի համապատասխան ոչինչին ու իրանք այնքան կեղծ են որ հասկանալով որ սխալ կրթություն են տալի մեր գրուպայի մարդկանց կեսին գումարը հետ են վերադարձրել կեսինս չեն վերադարձրել մեր խումբը երևի 30-ից ավել էր 17-ին վերադարձրել է մնացածից ասել են դիմեք մեր իրավաբանին իրավաբանն էլ չես կարում կապնես պետք է անպայման տելեգրամով գրես ինքը նոր կարողանա քեզ որ ինքը քեզ զանգի երբ որ ուզենա ասում եմ ինչքան պետք է սպասեմ ասում сколько надо столько и будете ждать մեր դպրոցի դիրեկտորը ռուսա Դավիթ Վիտալիևիչա տարբեր տեղեր տարբեր ազգանուններով է ինքը միտեղ Վիտալիևիչա միտեղ Գրիգորյանա միտեղ չգիտեմ ուզբեկի անուն է ինչ որ գրվում հայրանուն իրանք հասկացաք որ այդ ամեն ինչը ես հենց առաջին ամսից էլ հասկացել եմ որովհետև իրանք հենց հոգեբանական մեջ ճնշում են գործադրում որ դու չես կարող դուրս գալ այնտեղից իրանք ասում են հեսա նայեք էս մի ինդիկատորն են կանցնելու ավելի լավա ձեր մոտ լինելու հեսա էս մի դասն են խորացված անցնելու բայց այդ սուտ է այդ ամեն ինչը ինտերնետում կա ես ուզում եմ համել որ հրապարակորեն բոլորը իմանան հիմա հենց այնտեղ սովորողներին եմ ես նաև դիմում որպեսզի իրանք իմանան ճնշում են գործադրում իրանց վրա որպեսզի սխալը հասկանան իրանք իրանցն է ոչ թե դպրոցինն է նույնն էլ մեր 1.300.000 իրանք ասում են դուք եք սխալ գործողություն արել բայց իրանք այդ նույն տված գործողությունները ինտերնետում լիքն է մենք կարանք նույնը նայենք սովորենք անենք ու էլի ոչ մի արդյունքի չհասնենք իսկ իրանք նենց են ներկայացնում իրանց դպրոցը նենց մեծ գումար են ուզում դասընթացի որ դու մտածում ես իրոք դու ինչ որ բան կարաս այնտեղ սովորես բայց դա սուտ է ես բոլորին դիմում եմ հենց հիմա այլ ովքեր որ սովորում են հասկանան ինչա կատարվում դուրս գան նույնն էլ ու իրանք չեն թողում որ խումբը մեկը մեկի հետ շփվի մենք չենք շփվել արդեն սենց խաբվելով մենք մեր վրա սխալը մեր վերցնելով որ մենք ենք սխալ սովորել ենք հետո հասկացել ենք որ այդ սխալը մենակ մեզանից չի բոլորի մոտ է որ չի ստացում այդ իրանց տված գիտությունից է որ թերի է ու արդեն սկսել ենք շփվելով հասկացել ենք որ ամեն ինչը սխալ է բողոքել ենք մեծամասնությանը տվել են մեզի չեն տվել այսինքն կեսից շատին տվել են կեսին թողել են մեր խմբին հիմա ես չգիտեմ մնացածին առաջ մենք ունեինք տելեգրամյան չաթ որտեղ մենք կարում էինք շփվել մեր ասիստենտների հետ ու արդեն մեզ չէր թույլատրում որ խմբի աշակերտներով իրար հետ շփվեինք մենք սկսեցինք շփվել հասկացանք որ դա ձեզ արգելում էին խմբի անդամներով իրար հետ շփվել սա իհարկե սա խախտում է առաջին հերթին երբ որ ինչ որ կազմակերպություն քաղաքացիներին արգելում է միասին շփում ունենալ այստեղ արդեն կա կասկածներ եւ այստեղ արդեն կա հանցակազմ եւ մյուս հարցը որ տանք քաղաքացուն հետեւյալն է ձեր համար դասընթացներ էին կազմակերպում որ դուք ներդրումներ անեիք չէ այդ դասընթացները ինչ արժեր նշել է քաղաքացին եւ այդ ներդրումները անելուց հետո այդ դասընթացները արդյոք ձեզ օգնեցին թե չէ մասնագիտություն գիտելիք որևէ չեն փոխանցել եւ այս կազմակերպությունը փաստորեն այստեղ ունի բանկային հաշիվներ Փաստորեն Telcel-ում այո, բայց Telcel-ում այդ բջիջը կա, այդ մանիֆեստ հարթակի բջիջը Telcel ապարատի վրա կա։ Եթե սա
Զեղծարած հարթակակեղծ հարթակա եւ օրինաչափ չի իր գործողությունները, ապա ինչպես է գրանցվել եւ ինչ սկզբունքով է գործում, շատ մեծ կասկածներ է առաջացնում եւ քննչական կոմիտեն պետք է զբաղվի դրանով։ Եթե զեղծարած հարթակ չի, ապա ինչու՞մն է հարցը, ինչի են քաղաքացիները այդքան մեծ գումարներ կորցնում։ Արդյոք դա իրատեսական ներդրումային հարթակ է, թե ոչ։ Մենք այս մասով նորից հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստել, դուք տվել եք, չէ՞ ինձ հարցը։ Ձեր հաջորդ քայլը հանձնելուց հետո։ Մենք հաջորդ քայլը հանձնելուց հետո մենք հնարավոր է ակցիաները սարքենք ամենօրյա։ Հնարավոր է որ գանք կանգնենք քննչական կոմիտեի առաջ եւ քանի դեռ մեր գումարները քաղաքացիների գումարները չեն վերադարձել, չգնանք։ Հնարավոր է որ փակենք քննչական կոմիտեն։ Ֆիզիկապես ուղակի կանգնենք, դուռը փակենք, քանի որ դա ուրեմն արդյունավետ չի գործում, որովհետև տարիներ շարունակ քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվում, քրեական գործերը չեն բացահայտվում, կամ եթե բացահայտվում են եւ Հայաստանի Հանրապետությունում գործող խարդախ խմբերին բացահայտում են եւ նրանցից վերցնում են գումարները, ապա ուր են գնում այդ գումարները, եթե որևէ կոպեկ չի տրամադրվել Եվրոպայում տուժած քաղաքացիներին չի վերադարձվել, ինչ են եղել այդ գումարները եւ ինչի այդ գումարները չեն տրամադրվում հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Եվրոպայի քաղաքացիների համար ներողություն, մեր աչքերը չի ուռել առնվազն։ Այսպես ես մանիֆեստի հարթակի դիմումները շարունակեմ հավաքել, դրանից հետո մենք գնալով օղակը նեղացնելու ենք, մենք մեր ճնշումները մեծացնելու ենք։ Գուցե եւ այդ վարչությունները, ասենք օրինակ ներքին գործերի նախարարության կիբերանվտանգության վարչությունն է, քննչական կոմիտեի հատուկ դեպքերի քննության վարչություն, հատուկ կարևոր, դեպքերի քննության վարչությունն է, գլխավոր դատախազության սեփականության իրավունքի պաշտպանության վարչությունն է, եթե նրանք արդյունք չեն ցույց տալիս։ Մենք առաջարկում ենք այդ վարչությունները փակեք, եթե քաղաքացիների իրավունքները չեք վերականգնում, այդ վարչությունները բար եղեք, փակեք, կստեղծենք այլ խումբ, կստեղծենք ինչ-որ ծրագրավորողների խումբ, անտի-խակերների խումբ, ինչ-որ մոդեռն եւ ավելի լավ բան, կստեղծենք, որը հնարավոր է, որ ավելի արդյունավետ պաշտպանի քաղաքացիներին։ Փաստը մնում է, քաղաքացիները պաշտպանված չեն, մենակ են համակարգի առաջ իրանց ունեցած խնդիրներով եւ իրանց կրած վնասներով։ Ես մյուս դիմումներն էլ հավաքեմ ու տեսնեմ քաղաքացիներից ելով կցանկանա։